Ռուտինան, դա բոլորս ունենք ռուտինա։ Մի հատվածի մոտ, մեծ մասի մոտ այդ ռուտինան քաոս է, շատ փոքր հատվածի մոտ այդ ռուտինան շատ կազմակերպված է։ Դες դու օրվա ընթացքում ինչ ունես անելու։ Մարդիկ սովորեն իմպրովիզացիա անելով, չպլանավորելով, մենեջմենտ ճիշտ չանելով։ Ոչ թե որովհետև իրանք տենց են ուզում, չէ, որովհետև իրանք չգիտեն, որ կա այլ տարբերակ։ Հիմա դու օրինակ դուք ո՞նց եք քնում։ Հա, մեկ պատմեք ձեր քնելու ռուտինան։ Հիմա իմ դες եկան կոնտեքստին։ Հիմա իմ ռուտինան քնելու ես պատմեմ։ Ժամը 7-ից 8-ից հետո իմ հեռախոս ու բոլոր գadgetները կապույտ լույսը ավտոմատ անջատում են։ Տան մեջ անջատվում է բոլոր վերևի լուսավորությունը, լյուստրա եւ այլն։ Մնում է մենակ ֆոնային ներքևի նաշնիկները ու վառվում են մոմեր։ Խի։ Իրականում, ինչպես էվոլյուցիան եւ այլն, հա, մենք օգտվել ենք կրակից, մեկ է արևից։ Այդ երկուսը ունեն ընդհանուր բան, որը որ այսօր մաքսիմալ մեր կյանքից հանած է։ Ինֆրակրասնե իզլուչենիե, որ ձեր օրգանիզմում լավ մելոտոնին արտադրվի, դուք պետքա այդ ինֆրակրասնե իզլուչենիան ստանաք, բայց մեր լույսը դարել է արհեստական, հիմա լեդեր է։ Հա, մենք մեր կյանքում հիմա չունենք ինֆրակրասնե իզլուչենիա, արևի տակել համարյա չենք ման գալիս։ Դες օրվա ընթացքում մենք չենք ստանում բավական քանակի, դրա համար շատ հիվանդություններ առաջանում է։ Ու որ այդ ամեն ինչից մի քիչ զերծ մնաս, հա, հիմա օրինակ կա տենց ռուտինա։ Երեկոները դու չպետքա տենաս կապույտ լույս։ Ժմյոր Արտեմ ասեց, ոնց ես դու կարողանում այդ մենեջմենտ անես, վիդեո իրան նկարել, տես նաշնիկներս վառում է կարմիր լույսով, իսկ մնացածը լուսավորությունը մոմերով է։ Էկրանը защитный плюс окնոցներս защитный արհեստական լույսից հեռու մնալու համար։ Դες դրա համար եմ ասում, ռուտինան շատ կարևոր բան է, ու շատերը չեն խորանում դրա մեջ։